երբ կինը հղի է, ինքը ամբողջությամբ այդ process-ի մեջ է եւ իրեն թվում է ինքը ծննդաբերությունից հետո թռնելու է, հա, շատ ավելի երջանիկ է լինելու, կյանքն ավելի կատարյալ է լինելու, ինչ որ խեղված պատկերացում է իրականության նկատմամբ։ Եվ ցավոք սրտի, որևէ մեկը այդ հորմոնալ խայտառակ վիճակում քեզ չի նստեցնում, սթափվելու կոչ անի եւ ասի, գիտես, երեխայի ծննդից հետո մի փոքր դժվար է լինելու։ Չոսի դժվար, մի փոքր դժվար։ Գոնե այդ վարդագույն ակնոցները հանի էլի։ Հա, ես չեմ ունեցել այդպիսի մեկին համենայն դեպս, ու երբ ձագուկս ծնվեց, ես իհարկե աշխարհի ամենաերջանիկ կինն եմ, մայրն եմ, մարդն եմ, որ ունեմ Դանիել, ծնված պահից սկսած, բայց միևնույն ժամանակ այդ դժվարությունները Որտեւ այն անին էլ չկար, հին անին չկար, հղի անին չկար, ինչ որ մի նոր անի էր, մի նոր մարդ ենք ու կողքից էլ մեկը անընդհատ լաց է լինում ու կամ խորհուրդ են տալիս կամ օգնող չունես կամ բոլորը խորհուրդ են տալիս կամ ոչ մեկ ոչինչ չի ասում տալիս եւ ոչ ոք չի օգնում։ Հա ու դու այդ դերը ասում ես ես ով եմ, այդ հարցը հա բոլոր մայրերս տալիս ենք։ Ամենակարևոր խնդիրը, որ դու քեզ այդ ընթացքում քեզ թվում է թե կորցնում ես, բայց միևնույն ժամանակ դու ունես եւս մեկին, որին պիտի օգնես, այսինքն այստեղ քո էներգիան պիտի կարողանաս բավարարեցնել երկուսի համար։ Ու ցավոք սրտի հենց այստեղ այս վիճակին պատրաստ լինելուն է, հա, պետք է հղիության ընթացքում գնալ, ոչ թե ուղղակի այդ վարդագույն ակնոցներով ապրել ու սпасել, դա հեսա երեխան կծնվի եւ ամեն ինչ հրաշալի է լինելու, ոչ հրաշալի ոչինչ չկա սկզբում, ցավոք սրտի սկզբում ես անձամբ 40 օր գիշերազգեստով եմ անցկացրել, չեմ հիշում ինչպես էի ընդունում, ցնցուղ ընդունում, որ պահին ով մտնում էր տուն մայրս կամ ամուսինս, ես ասես հանձնում էի ու գնում մտնում անկողին, 40 օր հետո նոր ինչ որ գիտակցություններ են գալիս ու իրոք դրան պատրաստել է պետք։